Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները շարունակվում են նույն լարված տեմպով, իսկ յուրաքանչյուր նոր սերիա հեռուստադիտողին ավելի է մոտեցնում ճշմարտությանը, որը կարող է ամբողջությամբ փոխել հերոսների կյանքը։ Նորոն վերջապես իմանում է այն, ինչ զգում էր, բայց չէր կարող ապացուցել։ Լիլիթը նրան խաբել է։ Ավելի ծանրն այն է, որ Լիլիթը փորձել է Նորոյին համոզել և իհարկե Էդոյին, որ Էլիզն օգտագործել է Էդոյին իր շահերի համար։ Այս խոսքերը բնականաբար ծանր հարված են Նորոյին, ու նա հանդիպում է Էդոյի հետ ու պատմում ամեն ինչ։ Այս բացահայտումից հետո Նորոյի ներսում ամեն ինչ խառնվում է։ Բայց ամենահետաքրքիրը այստեղ Դայակի ներկայությունն է, որը սովորական չէր թվում հենց հեռուստասերիալի սկզբում։ Դայակը, որը հայտնվել էր Արշակի տանը իբրև պարզապես աշխատող, օր-օրի ավելի խորհրդավոր կերպար է դառնում։ Պարզվում է նա մասնագիտությամբ ուսուցչուհի է, ով երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, սակայն այդ կենսագրության հետևում թաքնված են հետաքրքիր դրվագներ։ Նրա խոսքը չափազանց կշռադատված է, հայացքը շատ բան տեսած։ Նա անընդհատ հետևում է Արշակին, կարծեք թե ինչ-որ գաղտնիքներ ունի բացահայտելու, և ամենահետաքրքիրը հենց նրա հարցերն են։ Մի օր բոլորովին անսպասելի Դայակը Արշակին Մագդայի ծնողների մասին է հարցնում։ Հարցը թվում է անտեղի, նույնիսկ կասկածելի։ Արշակը զարմանում է, բայց հստակ պատասխան չի տալիս։ Այդ պահին նրա ներսում ինչ-որ բան շարժվում է։ Նա հարցնում է Արևի ծնողների մասին։ Ասում է, որ Արևի մայրը չի հասցրել Արևին տեսնել։ Իսկ Մագդայի ծնողները։ Արշակը պատասխանում է, որ իրենց ծնողները վաղուց մահացել են, և Դայակի հարցը կարծեք սառը ցնցուղ էր Արշակի գլխին, որովհետև նա ասում է Մագդայի ծնողները, իսկ սա նշանակում է, որ Արշակն ու Մագդան բոլորովին էլ քույր ու եղբայր չեն։ Դայակի պահվածքը, նրա հետաքրքրությունը Մագդայի անցյալի նկատմամբ, Արշակի լռությունը, ամեն ինչ միասին մի վարկած են ձևավորում, որը կարող է դառնալ սերիալի ամենահզոր շրջադարձերից մեկը։ Իսկ եթե Դայակը Մագդայի իրական մայրն է, իսկ եթե Մագդան իրականում Արշակի քույրը չէ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա ամբողջ պատմությունը գլխիվայր կշրջվի։ Մագդայի ինքնությունը կասկածի տակ կդրվի։ Արշակի մեղքի զգացումը կստանա նոր, ավելի ծանր չափ։ Նորոյի ու Մագդայի հարաբերությունները կհայտնվեն վտանգի տակ։ Շուշանի, Արշակի և Մագդայի անցյալը կստանա լրիվ նոր մեկնաբանություն։ Դայակը կարծես եկել է ոչ միայն Արևին խնամելու, նա եկել է ճշմարտությունը բացելու կամ գուցե հաշվեհարդար տեսնելու։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ նա դեռ չի բացահայտել իր իրական նպատակները։ Ժամանակը աշխատում է Արշակի դեմ։ Այս փուլում սերիալը խաղում է հեռուստադիտողի նյարդերի հետ։ Ամեն ինչ դեռ ենթադրություն է, բայց ենթադրություն, որը չափազանց իրական է թվում։ Յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր հարց կարող է դառնալ ճշմարտության բանալին։ Մի բան ակնհայտ է՝ Ուրիշի ընտանիքը սերիալում այլևս ոչ մի կապ չի կարելի վստահել առանց հարցականի, թե ինչ գաղտնիքներ կբացահայտվեն, ով է իրականում Դայակը և ինչ կապ ունի նա Արշակի ու Մագդայի անցյալի հետ, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ով է Մագդայի մայրը և ինչու է Դայակը եկել։ Արշակի դուստրը չէ Մագդան, հաստատ, որովհետև եթե Արշակի դուստրը լիներ, ապա Արշակը Դայակին կճանաչեր։ Դայակը հենց այնպես չի հայտնվել այդ տանը, բայց ինչ է թաքցնում Արշակը։ Ինչու է Մագդային խաբել ու ասել, որ իրենք քույր ու եղբայր են։ Այս և այլ շատ հարցեր հետաքրքրում են հեռուստադիտողներին հենց հիմա, որոնց պատասխանները նրանք ցանկանում են ստանալ օր առաջ։ Իսկ եթե դու էլ ես ցանկանում, ապա միացիր մեր ալիքին, որովհետև շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ ենք բացահայտելու հատուկ ձեզ համար։ Ո՞վ է Արշակը Մագդայի համար, ինչու է Մագդան հայտնվել այդ տանը, ինչ կապ ունի Դայակը Մագդայի հետ։ Շատ շուտով։ Իսկ Նորոյի շուրջ ամեն ինչ պտտվում է, կարծեք հակառակիրեն։ Էդոյի հետ խոսելուց պարզ դարձավ, որ Էլիզը Էդոյին խաբել է։ Իհարկե այս ամենը Լիլիթի մեղքով։
Լիլիթը կորցնելով իրեն ու հասկանալով, որ Էլիզը իբրև թե իրեն դավաճանել է, նա որոշում է Էդոյի գլխին սառը ցնցուղ լցնել ու ասել, որ Էլիզը նրան օգտագործում է։ Իհարկե դա այդպես չէ, Էլիզը հնարավոր է որևէ զգացմունք դեռևս չունի Էդոյի հանդեպ, բայց նա չի խաբում Էդոյին։ Նորոն փորձում էր Էլիզի միջոցով բացահայտել ճշմարտությունը, նա իմացավ, որ Լիլիթը ստեր է հորինել, և սա Լիլիթի մասնակցությամբ առաջին դավաճանությունը չէ, հենց առաջին դավաճանության ժամանակ Նորոն ուղղակի հեռացավ նրանից։ Նա էլ Մագդային ասել է, որ իրենք միասին են։ Շատ հետաքրքիր ու նոր գաղտնիքների բացահայտումներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է լինելու Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Նշենք, որ թեժ ու հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։